Ուկրաինայում հայկական եկեղեցի կկառուցվի։ Խմելնիցկի քաղաքում տեղի է ունեցել նոր կառուցվող եկեղեցու հիմքերի օրհնության հանդիսավոր արարողությունը։ Այն կատարել է հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ 16 վեմ քարեր օծվել եւ ամփոփվել են կառուցվող եկեղեցու հիմքերում։ Հոգեվոր նշանակալի իրադարձությանը մասնակցելու են ժամանել ուխտավորներ Ուկրաինայի տարբեր քաղաքներից՝ Կիևից, Օդեսայից, Խարկովից, Լվովից, Խմելնիցկիից եւ այլ համայնքներից։ Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր առևտրի կենտրոնում ապամոնտաժել են նրա նկարով պաստառը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից հայտնել են, որ գովազդային վահանակն ինքնակամ է տեղադրված, այդ պատճառով էլ ապամոնտաժվում է։ Փաստաբան Վարդան Ալոյանն էլ հայտնել է, որ տեղադրած վահանակը իրազեկման ցուցապաստառ է, այլ ոչ թե գովազդ։ Հավելել է, այս գործողությունները դատական կարգով վիճարկելու են։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում են տվել։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր։ Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի։ Իսկ մինչև այս որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն եւ ժամկետանցումները կվերացվեն, կճշգրտվեն, սև ցուցակում քաղաքացիները չեն հայտնվի։ Երևանում ուղևորը բռնություն է գործադրել հասարակական տրանսպորտի վարորդի նկատմամբ, Facebook-յան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։ Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում։ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից, գրել է Հայկ Կոստանյանը։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Մինաս Ավետիսյանի հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարները կառավարության շենքի նիստերի դահլիճից կտեղափոխեն Ջաջուրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան։ Որմնանկարների տեղափոխման աշխատանքները սկսվել են գարնանը եւ այդ նպատակով մշակվել է դրանց ապամոնտաժման, մասնատման, տեղափոխման եւ նոր վայրում վերականգնման սխեմատիկ նախագիծ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից որմնանկարների տեղափոխումն ու վերականգնումը հիմնավորում են այս գործերը հանրայնացնելու անհրաժեշտությամբ։ Այն հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ։ Կոտայքի մարզի Հանքավանի Նայրի Սփա Ռիզորտ հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող Արջի կեցության պայմանները պարզվել է չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին եւ վայրի կենթանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։ Այս մասին տեղեկացնում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի եւ շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող Արջը տեղափոխվել է վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենթանիների խնամքի կենտրոն։ Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։